Կարծում եմ, որ առաջին հերթին իհարկե մեր հայրենակիցները, մեր ընկերները կասեն, թե իրենց ինչ է ավելի շատ ուզում, բայց մենք պատրաստ ենք քննարկելու եւ նրանց 12 ներկայացված պահանջները եւ պաշտպանելու ենք բոլոր այդ պահանջները, բայց մեզ համար շատ ավելի սկզբունքային նշանակություն ունի առնվազն մի 4-5 հարց։ Դա առաջինը Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացումը պետք է լինի շարունակական, Արցախահայության վերադարձի հարցը երաշխավորված ցանկացած ուրեմն միջազգային, բայց առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կողմից երաշխավորված նրանց անվտանգությունը, երրորդը դա պետք է լինի Մինսկի խմբի համանախագահության շարունակական աշխատանքը, որովհետև դա մեզ համար նույնպես շատ մեծ նշանակություն ունի, պարզ շատ սկզբունքային հարց է, եթե չեղավ Մինսկի խումբը, ընդհանրապես փակվում է միջազգային դուռը այդ։ Հաջորդը դա իհարկե սոցիալական խնդիրներն են, բայց պահպանելը Արցախահայության Հայաստանում մինչև նրանց վերադարձը, եւ դա նշանակում է, որ պետք է ապահովել բոլոր պայմանները։ Այս հիմնական հարցերն են, որոնք որ պետք է լինեն։ Մենք գտնում ենք, որ դրա վերաբերյալ իհարկե այս բոլոր հարցերի լուծումը կարող է լինել առանց Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության, որովհետեւ այստեղ քաղաքական դիրքորոշում է մերը, իրենց ավելի շուտ հիմնականում դեռ սոցիալական խնդիրների ապահովումն է, բայց մենք ունենք մեր քաղաքական դիրքորոշումը, այնպես որ մենք հիմա էլ ենք գտնում, որ քաղաքական ուժերը, որպեսզի կարողանանք դրան շատ արագ հասնել, պետք է կազմակերպել 200,000-անոց այդ ստորագրահավաքը եւ իրականացնել հանրաքվեն, որը կգեներացնի դեպ ասած ամբողջ իրավիճակը։ Այնպես որ կքննարկենք, կտեսնենք ինչին են պատրաստ մեր հայրենակիցները։ Եվ այսօր փորձ է արվում ամբողջապես փակել Արցախի հարցը, դուրս է մղվել բանակցային սեղանից ու նաև վերջերս Նիկոլ Փաշինյանը ամենաբարձր ամբիոնից հայտարարեց, որ այլևս ետդարձ չի լինելու Արցախյան շարժմանը, որ այն այլևս փակ է։ Ինչպես կարող ենք այս պարագայում, երբ Հայաստանի կառավարությունը գործող իշխանությունը մտահոգված չէ Արցախի հարցով, ինչպես կարող ենք Արցախի հարցը տակ պահել, հայ ժողովուրդը, արցախցիները, ինչու՞ չէ նաև Արցախի ներկայացությունը։ Հենց հարցն էլ դրանումն է, որ ազգային խնդիրը պետք է լուծի ազգը, իսկ որ Արցախահայության խնդիրը դա ազգային հիմնահարց է, դրանում կասկած չկա, սա մեկ։ Նիկոլ Փաշինյանը միայնակ չի ներկայացնում մեր ազգը եւ չի էլ կարող դա անել եւ որևէ մեկն էլ այդ իրավունքը չունի, ուստի ես ուղղակի հաստատում եմ այն միտքը, որ եթե պահում ենք այս իշխանությունը, ուրեմն այդ հարցերը չեն կարող լուծել, բայց Արցախի ուրեմն Արցախյան շարժումը էլի նորից իր կամքով չի եւ վերջով դրա համար էլ կա այն հանրությունը, այն ազգային հոգեբանությունը, որը մենք պետք է անենք եւ մենք բոլորիս հետ միասին միավորվելով կարողանանք այս հարցը լուծել։ Այնպես որ նորից ձեր ասած հարցը շատ հստակ է, ճիշտ է, բայց խնդիրը դա է։ Պետք է ազգովի դուրս գանք, որ այս ազգադավ իշխանությունը հեռանա։ Բայց մերժելով Արցախի հարցը, Արցախյան շարժումը ավելի ճիշտ, արդյոք չենք մերժում նաև Նիկոլ Փաշինյանը չի մերժում նաև Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Ինքը ամեն ինչ է մերժում, իր խելքով, իր պատկերացումներով, բայց ես դրա համար ասում եմ, տեսեք, ոնց կարելի է ընդհանրապես արտաքին գործերի նախարարությանը պարտադրել, որպեսզի նա հայտարարությամբ հանդես գա, թե իբր այլևս այդ հարցը բանակցային գործընթացում չի կարող լինել։ Այսինքն ոնց եք դուք պատկերացնում, այս տիպի մարդկանց կարելի է համարել հայ եւ կարելի է համարել, որ նրանք ազգային շահեր են պաշտպանում, չէ։ Իրենք են արդեն դա բացահայտ ասում։ Դրա համար էլ մենք ասում ենք, հեռացեք, որովհետեւ դուք չեք կարող ապահովել, եթե անգամ պատկերացնում ենք, որ ինքը հասկանում է թե ինչ է նշանակում իրական Հայաստան, պատկերացնենք, որ ինքը գիտի։ Այդ իրական Հայաստանն էլ չի կարող պահի ինքը։ Իրեն պատկերացմամբ այդ հասարակությունը դա նշանակում է, որ իրենք գիտակցաբար են անում այն ամենը։ Ես ցավում եմ, բայց այդ պետք է ասվի, արդեն պարզ ժողովրդին ասվի, որ իրենք ինչ որ անում են այս օրերին, դա Հայաստանին դեմ, հայ ժողովրդին դեմ, ազգին դեմ գործողություններ են։ Եվ դա գիտակցաբար է արվում։
Պարոն Սարգսյան, նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը անգամ իզորու չէ պահելու, այսպես ասած, իրական Հայաստանը, բայց ու նշեցիք, ասում եք, որ հեռացեք, փաստորեն ժողովուրդը ասում է հեռացեք, պարբերաբար ասում է հեռացեք, նա չի հեռանում, այս պարագայում ինչ գործողությունների կարող ենք դիմել, ու նաև նշեմ, որ նախընտրական փուլ է կարծես թե իշխանությունը մտել, անընդհատ քարոզարշավներ է իրականացնում ու նաև խաղաղության պայմանագիր կոչվածն է առաջ բերում, այս պարագայում ինչպես կարող է ժողովուրդը հասնել իշխանափոխության։ Շատ գիտեք, այնքան պարզ բաներ կան ընդհանրապես իրողության մեջ, որ իրենք երևի թե չեն կարողանում հասկանան, թե ոնց հանկարծ կարող է լինի վաղ առավոտյան այդպիսի մի հատ իրավիճակ ստեղծվի։ Եվ դա եղել է մեր ոչ հեռու անցյալում։ Հարցը հետևյալն է, եթե մենք որ առաջարկում ենք այդ 200,000-անոց ստորագրահավաքը, դա նույնպես այն խնդիրն է, որը իսկապես կարող է շատ արագ հարցը լուծել։ Մեկ։ Երկրորդը, Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունները ցույց են տալիս, արդեն իսկ ընտրություններն են ցույց տալիս։ Կապ չունի թե դրանից հետո իրենք ինչ են անելու, ինչ ժուլիկություն են անելու կամ ինչ խորամանկություն կամ չգիտեմ դավադրություն են կազմակերպելու։ Հարցը շատ պարզ երևաց, որ իրենք չունեն այլևս մեծամասնությունը։ Եվ սա այն դեպքն է, երբ որ արդեն հասկանալի է, որ ինքը այո քարոզարշավը սկսել է, բայց մենք նույնպես քարոզարշավը ունենք եւ գնալու ենք մինչեւ վերջ։ Ես կարծում եմ, որ գիտեք, ժողովուրդը սպասում է առաջնորդություն։ Այսինքն նրանց ովքեր Առաջնորդի խնդիր ունենք։ Մեկ, չէ, ես մեկի մասին չեմ խոսում։ Քաղաքական ուժեր պետք է լինեն, որոնք պատասխանատվություն վերցնեն իրենց վրա։ Բավական է անընդհատ հույս դնել մեկ մեսիայի վրա։ Չի լինում այդպիսի բան, առավել եւս այդպիսի երկրում, ինչպիսին մեր Հայաստանն է։ Մենք պետք է ունենանք քաղաքական թիմ, այդ քաղաքական թիմը արդեն պետք է դերակատարությունը հստակ ներկայացնի եւ 5 հիմնարար հարցին պատասխան տա, որոնցից առաջնայինը երկուսն են։ Ինչպես ենք մենք ապահովելու մեր անվտանգությունը մեր պետության եւ ինչպիսի տնտեսական զարգացման ուղի ենք ընտրելու որպեսզի դրան գնանք եւ ինչպիսի բարեկամություն պետք է ունենանք արտաքինի հետ։ Այս 3 հարցի պատասխանը եթե ժողովուրդը ստանա, համոզված ասում եմ ձեզ, որ ինքը կբավարարվի։ Մնացած այդ արդեն ընթացքում կերևա։ Այնպես որ խնդիրը նա է, թե ինչու է այսօր քաղաքական դաշտը այսպես տարանջատված, մեղմ եմ ասում։ Ինչու են ինչ որ մարդիկ իրար հետ հաշիվներ մաքրում։ Ես դեռ դրա մասին չեմ խոսում բարձրաձայն, որպեսզի այս տղայի ջրաղացին ջուր չլցնենք, բայց այն ինչ որ առնում են այսօրվա քաղաքական, այսպես ասած հիմնարար ուժերը, սա իսկապես սա էլ է ամենամեծ հարվածը մեր ազգային շահերին, մեր ազգային պետականությանը։ Սա պետք է իրենք գիտակցեն։ Ես ոչ մեկի անունը չեմ տալիս, չնայած կարող եմ շատ բաներ ասել, բայց ես հիմա ասում եմ, զգուշացնում եմ, որ այսօր այն պահն է, երբ որ բոլորը պետք է հասկանան, որ մի գլխավոր խնդիր կա, ինչպես ենք մենք Հայաստանը պահպանելու որպես պետություն։ Այս նպատակին ծառայի բոլորիս գործողությունները։ Հետո ես էլ դեռ շատ բան ունեմ ասելու այս ինչին, այն ինչին եւ այլն, բայց հիմա չի դրա ժամանակը։ Այս է հիմնական մեր խնդիրը։